Վոլոդիա Հակոբյան։ Պարոն Խանդանյան, մեր ընդդիմադիր գործընկերները անդրադառնալով թրիփին, այն հատված անգամ, որոնք կողմ են թրիփի իրագործմանը, իսկ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մեջ այդպիսիք կան, նշում են, որ օրինակ վատ չէր լինի, եթե թրիփին միանային նաեւ այլ երկրներ, օրինակ Ուժեղ Հայաստանը, պարոն Արեգ Կարապետյան, ես հիշում եմ, որ շրջապազրույցներից մեկի ընթացքում երբ լրագրողը հետել իսկ ինքը նորի մտել քաղաքացիություն, ասում էին, որ Չինաստանը, Ռուսաստանը, կարող են Իրանը, կարող են միանալ թրիփին եւ ավելի ընդարձակվի։ Արտախորհրդարանական ուժերից մեկը թրիփ պլյուս BRICS էր ասում։ Հիմա ձեր դիրքորոշումն եմ ուզում հասկանալ, թե պարոն Խանդանյան, օրինակ ինչու հնարավոր չի այդ տարբերակով իրագործել թրիփը եւ դուք Նարեկ Կարապետյանի որ դիրքորոշման հետ եք համաձայն, որովհետեւ հենց այդ նույն ճեպազրույցի ընթացքում պարոն Կարապետյանը ասում էր, օրինակ ոնց եք պատկերացնում Իրանի քթի տակ Միացյալ Նահանգները Սյունիքում բերի, օրինակ Apple-ի գործարան տնի։ Հնարավոր չի այդպիսի բան։ Միաժամ ես անգամ ցես վիդեոն ցույց կտամ։ Իսկ մյուս դեպքում ասում էր, որ կարող է օրինակ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը միանան թրիփին։ Դուք կարծում եք, որ Ամերիկան չի բերի Apple-ի գործարանը պայմանական Սյունիքում տնի, թե օրինակ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները թրիփի հարցում համագործակցի Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի հետ։ Պարոն Հակոբյան, թրիփը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միացյալ Նահանգների կառավարության միջև նախագիծ է, գործարք է, որը տնտեսական օգուտներ է բերելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, տնտեսական եւ նաեւ անվտանգային օգուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են պայմանավորվել սրա շուրջ։ Թրիփը աշխարհաքաղաքական ֆորում չէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չէ, այստեղ ինքը ըստ էության առանձնահատուկ մեծ քաղաքական բաղադրիչ չունի, բացառությամբ այն, որ սա Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների կառավարությունների ձեռք բերված պայմանավորվածություն է, եւ սա նպաստելու է խաղաղության գործընթացի ամրապնդմանը, տարածաշրջանի փոխկապակցվածությանը, կոմունիկացիաների բացմանը եւ այլն, բայց ես չեմ զարմանում, որ ընդդիմությունը այդպիսի մտքեր է արտահայտել, որովհետեւ ակնհայտ է, չէ, որ եթե մենք պնդենք, որ տարբեր այլ ուժեր, պետություններ միանան, որոնք նույն սեղանի շուրջ չեն կարողանում նստել եւ որոնք նաեւ նրանցից որոնք պատերազմի մեջ են միմյանց հետ, թրիփը տեղի չի ունենա, ինչը ենթադրում է, որ դրա հետևանքով խաղաղության process-ը կխաթարվի եւ Հայաստանը անվտանգային խնդիրներ կունենա։ Պարոն Հակոբյան, պատահական չէ, որ մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Ընդդիմությունը չի ուզում, որ թրիփը իրականություն դառնա, որպեսզի Հայաստանում պատերազմ լինի եւ որպեսզի Հայաստանը ընկնի կախվածության մեջ։ Արձագանք։ Պարոն Խանդանյան, դուք նկատեցիք, որ ընդդիմությունը չի ուզում թրիփ իրագործել, բայց իրենց խոսույթը լրիվ հակառակի մասին է, ավելին Ուժեղ Հայաստանից պնդել են, որ թրիփը միջանցք չէ, ճանապարհ է, բայց դուք նկատել եք օրինակ մեր ընդդիմությունը բացի որ կողմ են խաղաղությանը, ով չի ուզում խաղաղություն, եզրույթներից ինչի է պատրաստ, ես այս հարցերը տալու հնարավորություն ընդդիմության հաստատ նորից կունենամ, բայց որպես այդ հանձնաժողովը նախագահող մարդ, որը պոտենցիալ առաջիկայում ամենահնարավորությամբ կգլխավորի, ձեր տեսակետն եմ ուզում հասկանալ, դուք հասկացել եք ընդդիմությունը ինչ է պատրաստ անել խաղաղության համար, բացի լոզունգային խոսույթ կիրառելուց։ Չէ, չեմ ցանկացել, բայց ես ողջունում եմ այդ դիրքորոշումը, որ իսկապես սա այն պատկերացմամբ, այն տրամաբանությամբ, որ միջանցք էին անվանում մեր հարևանները, դա միջանցք չէ եւ այս ճանապարհ է եւ ենթակառուցվածքային պրոյեկտ է եւ հույս ունեմ, որ այդ եթե դա իսկապես փոխակերպում է ընդդիմությունը իր տեսակետները փոխում է այս հարցի վերաբերյալ, մենք դրա շուրջ քննարկումներում կհամոզվենք, որովհետև այս հարցը գալու է այս խորհրդարան շատ շուտով եւ մենք կքննարկենք այն եւ ես հույս ունեմ, որ նաեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ընդդիմության դիրքորոշումները նույն կերպ կփոխվեն եւ մենք կոնսենսուսով կկարողանանք առաջ տանել խաղաղության համաձայնագիրը, իհարկե հիմա մի քիչ շատ օպտիմիստ